Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 13-ն է 2026 թվական։ Ասեմ, որ այսօր ճանաչողական չէ, արդեն նախընտրական հանդիպումների շրջանակներում Երևանի Էրեբունի վարչական շրջանում էինք, շրջեցինք տարբեր փողոցներով, հանդիպեցինք մարդկանց հետ, Հայաստանի շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, գիտեք, կուսակցության նախագահն է եւ վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանը, ես ընդգրկված եմ այդ ընտրացուցակում, իսկ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը քվեաթերթիկում 4-րդ համարն է։ Հետո էլ առիթ կլինի կանրադառնանք ընտրությունների թեմային, ուղղակի դա ձեզ ներկայացրեցի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, իհարկե տեսեք, թեպետ նախընտրական քարոզչության շրջանակում է ինքը խոսում այս բաների մասին, բայց նա գործող վարչապետ է, 8 տարվա վարչապետ է։ Մի հատ հասկանանք ինքը էլ ինչ ա ուզում անի Հայաստանի հետ եւ ինչ ա ինքը պարզաբանում մեզ համար։ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված քաղաքականություն, դա նշանակում է մենք ֆորպոստ չենք լինելու ընդհանրապես։ Մենք լինելու ենք ազատ, անկախ, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Մեր անկախությունից ի վեր առաջին անգամ է եւ նաեւ այդ խաղաղության շնորհիվ մենք երկաթուղային կապ ունենք արտաքին աշխարհի, այդ թվում մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Հիմա ինչ եք կարծում։ Արտաքին աշխարհի հետ առանձնացնել Ռուսաստանին եւ հատուկ ընդգծել որպես բարեկամ, դա ինչ է նշանակում։ Այս Նիկոլ Փաշինյանն էր Հայաստանը Եվրոպա տանում, այս Նիկոլ Փաշինյանն էր, որ իր արբանյակ արևմտամետները ասում են, թե պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը եւ նաեւ գտնվում են մարդիկ, որ մեզ ասում են, բա դուք ինչու չեք միավորվում, որ ուժ դառնաք։ Ում հետ ուժ դառնանք։ Մեզ Ռուսաստանի բարեկամ Նիկոլ Փաշինյանի, մեզ Շանհայ տանող Նիկոլ Փաշինյանի, որ 102-րդ բազան Հայաստանից հանելու հարց չքննարկող Փաշինյանի, որ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի հետ կապված ոչ մի առաջընթաց չեղավ եւ Ռուսաստանը կտրականապես մերժեց այդ դա վաճառել կոնցեսիան եւ ինքը ասեց, ես այդ կտորները ինքս կվերանորոգեմ եւ ես վերահսկողություն կսահմանեմ եւ կազմակերպական հարցերը կլուծեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեց անգամ մտածի, դե ինչ որ պայմաններ խախտել եք պայմանագրի, բերեք դադարեցնենք։ Այս հատուկ ընդգծված Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը նրա համար է, որ հանկարծ մարդիկ միամտաբար չկարծեն, թե եվրոպական քաղաքական համայնքից եկան, հանդիպեցին եւ ամեն ինչ նորմալ է, եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեին որպես Հայաստանը Եվրոպա տանող, ինչու պետք է գային։ Իրանք փոխադարձ պայմանավորվածությամբ 2028 թվականին էլ գնալու են Ադրբեջան։ Այսինքն նրանց համար միևնույնն է Հայաստանը թե Ադրբեջանը։ Ու չասեք Հայաստանը 26 թվին էր, դա էր պատճառը, գուցե մեզ առաջնահերթություն են տվել։ Տարին երկու անգամ տարբեր երկրները մանց են կասնում, դրա առաջնահերթությունը որն է, եւ հետո փոխադարձ պայմանավորվածությամբ Փաշինյանի հետ իրանք որոշեցին COP29 անեն իրենց մոտ, Հայաստանը անի եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, որից հետո էլ Ադրբեջանը անի, մերոնք էլ անեն COP17-ը, իրանք էլ անեն այդ եվրոպական համայնքը 20։ Այսինքն սա պասերով պայմանավորվածություն էր, որևէ տարբերություն աշխարհը չի դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք դնում ենք, մեր իշխանությունները չեն դնում։ Աշխարհն էլ արդեն այդպես էլ ընկալում է մեր հարաբերությունները եւ մեր դիրքը մեր երկրի։ Եվ գիտեք ինչն է, 8 տարվա պաշտոնավարող վարչապետը մի հատ կարգախոս ունենա, որը ողողի ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը էլ տեղ չի մնացել, որ նկարը չի կպցրել, փողոցով որ անցնում ենք, ասում ենք, տեսեք մի բան կա, որի վրա հնարավոր է կպցնել Փաշինյանի խաղաղության սրտիկը ու այդ տեղը չի օգտագործվել, օգտագործվել է ամեն ինչ, բայց հարց է առաջանում 8 տարվա պաշտոնավարած վարչապետը ընդհանրապես առաջարկում է խաղաղություն, առաջարկում է, որ տեր կանգնենք խաղաղությանը, ու այդ միակ բանն է նաև, որ իրանից կախված չի, այդ խաղաղությունը կախված է Ալիևից։
Եթե Ալիևը չցանկանա, այդ խաղաղությունը չի լինի։ Այսպես է առաջարկում, այսինքն ներկայացնում է հանրությանը ոչ թե հաշվետվությունը ինչ են կարել, մի կարգախոս ունի, որ խաղաղությանը տեր կանգնենք։ Այն խաղաղությանը, որ ասում է խաղաղությունը հնարավոր է փոխշահավետ։ Եթե մենք Ադրբեջանի հետ առևտուր անենք, Ադրբեջանը չի ցանկանա տիրանալ Հայաստանին, որովհետև մենք իր հետ առևտուր ենք անում։ Կարելի է կարծել, եթե ինքը Հայաստանին տիրանար, Հայաստանի ապրանքին էլ տիրանար, չէր կարող ինքը առևտուր անել ուրիշի հետ։ Այսինքն այս ձևի պարզունակ պատկերացմամբ մեզ տանում են ընտրությունների։ Հիմա որոշողը դուք եք, մեր սիրելի հայրենակիցներ։ Եվ այս որ ինքը ասում է բարեկամ Ռուսաստանը, ձեզ չթվա դա պատահական հենց այնպես ուղղակի ասում է։ Ինքը ասում է, որ իմացեք, ռուսամետ ուժեր, որ ասում եք Ռուսաստանի հետ լավ լնենք, դուք Ռուսաստանի հետ ավելի լավ չեք կարող լինել, քան Փաշինյանը։ Ուղղակի ի տարբերություն ձեզ, Փաշինյանը միանգամից նույն ձևով հավատարմության երթում է տալիս թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե Ռուսաստանին, թե Իրանին։ Այսինքն իր պարագայում այնպես է, որ բոլորն ասում են, դե ինչ ուզում ենք անում է, էլի։ Հետո զարմանում եք, թե բոլորն ինչի են ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի։ Ու բոլորին հասողին ինչի պետք է չուզեն, որ ամեն մեկը մտածում է կգա պահը իր ուզածը կստանա, իր խոստացածը կստանա։ Այսինքն դրա համար ինքը ինչ ընտրությունների հետ կապված ինչ խոստում է տալու ժողովրդին։ Ժողովրդին ընդամենը այն ժողովրդից պետք է ձայնը ստանա, որ կատարի այն խոստումները, որը տվել է դրսում։ Հիմա դրա համար ընտրությունների հետ կապված էլ ուղղակի կարճ ասեմ, նորացնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին, մեկ անգամ եւս ընդգծեմ, որ այո, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հանդես է գալիս որպես այլընտրանք թե այս իշխանությանը, թե այս ռուսամետ ընդդիմությանը։ Ու չասենք միայն նախկիններին, որովհետև նա ով այսօր մտածում է, որ 21-րդ դարում Հայաստանը դեռ պետք է նորից ավելի շատ կապված լինի Ռուսաստանի հետ, նա արդեն նախկին է։ Եթե նույնիսկ լինի 20 տարեկան, միևնույն է, նա արդեն վաղուց նախկին է, եթե իր պատկերացրած Հայաստանի ապագան, դա Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցությունն է։ Դրա համար է եւ այս իշխանությունը, եւ այս ընդդիմությունը, եւ նրանց արբանյակները մեզ համար հավասարապես մերժելի են, որովհետեւ այդ արբանյակները ինչ են ասում։ Ասում է ձայն տվեք մեզ, մենք այդ ձայնը կտանք Փաշինյանին։ Ձայն տվեք մեզ, մենք հո չենք գնում ընտրության, որպեսի իշխանափոխություն անենք, վայ ինչ նեղություն։ Մենք ուղղակի գնում ենք Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, մենք էլ Նիկոլ Փաշինյանին սատարենք, թեթևել քննադատենք, եթե ինչ որ մի բան այնպես չէ, մենք լինենք ընդդիմություն։ Ում լինեք ընդդիմություն։ Դուք Փաշինյանի վարած քաղաքականության կողմնակից եք։ Եթե այդ պահին Փաշինյանին ձայն պակասի, դուք տալու եք Փաշինյանին, ու ընդդիմություն չեք լինելու։ Այսինքն նույնիսկ ժողովրդի խոստանալու եք, որ ընդդիմություն պետք է լինեք, խաբելու եք դառնաք իշխանություն։ Էդ էլ անգամ, որովհետև ակնհայտ է, պետք է ասեք, եթե չանենք, ռուսամետ ուժերը տանում են։ Նույնն է ռուսամետ ուժերի հետ կապված չեք տեսել մի քանի ուժեր, որ ասել են, դե մենք իշխանությանը չենք միանա, նախկիններին չենք միանա, բայց Սամվել Կարապետյանը նախկին չի։ Չէ, ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը նախկին չի, չէ, իհարկե նախկին չի։ Հա, այսինքն ակնհայտ է, չէ, որ գիտենք, որ ստեղ Նիկոլ Փաշինյանն է եւ իր արբանյակները, որ իմ կարծիքով նրանք այդ շանսը չունեն անցնելու, այստեղ էլ ռուսամետ ուժերն են, որոնք հաստատ գիտեն, որ այդ երեքը եթե անցնեն, միավորվելու են, եթե որևէ մեկին հաջողվի անցնել, այտենց անցնելու մոտիկ կանգնած ուժ չկա, որը չակնարկի, որ ինքը Սամվել Կարապետյանի նախկին չի համարում, այսինքն իրանք հանգիստ սառնասրտորեն կմիանան այնտեղ։ Հիմա դրա համար այս ամեն ինչը խառնելու համար կա մի ձև հստակ ձայն տալ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի պարագայում մենք կստանանք մեծամասնություն, կյանքի կկոչենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, ձեզ ինչ խոստացել ենք, դա կանենք, տեր կկանգնենք ձեր ձայներին եւ ձեր շնորհիվ ստացած մանդատը առք ու վաճառքի առարկա չէ։
որտեղ դուք դա մեզ չեք առաջարկել նրա համար, որ մենք որևէ մեկի հետ բանակցենք, այդ մանդատով իր ծրագիրը կյանքի կոչենք եւ մի երկու նախարարի պորտֆել ստանանք։ Մենք նման ծրագիր ձեզ չենք ներկայացրել, համագումարը հստակ արմրագրել է, որ գնում ենք ուղակի մեր ձայներին տեր կանգնելով, եթե չենք ունենա մեծամասնություն, դա նորից հոգ չէ, կարող ենք մեծամասնություն չունենալ, բայց այս երկու հակամարտող ուժերը հասկանան, որ հակառակորդի հաղթանակը իրանց համար մահացու հարված է, որի պարագայում որպես կոմպրոմիս ընտրեն Գուրգեն Սիմոնյանը, նույնիսկ եթե ինքը լինի երկրորդ տեղում կուսակցությունը, երրորդ, չորրորդ, անգամ հինգերորդ, միայն թե եթե հաղթահարի շեմը հաղթահարելու դեպքում մյուսների ձայները բավարար չեն լինի մեծամասնություն ունենալու եւ կառավարություն ձևավորելու համար։ Նույնիսկ եթե դա էլ չլինի, համարենք, որ դա էլ չի լինի, մենք գիտենք, որ մենք անելիք ունենք հասարակության հետ աշխատանք տանելու, միջազգային կապերն օգտագործելու, մեր երկրում հասնենք նրան, որ այո, կարողանանք այդ հարթակներն օգտագործելով ազգային ժողովի եւ այլ կապերով ամեն ինչ հանրությանը կարողանանք մոբիլիզացնենք, գնանք հավաքենք համապատասխան քանակությամբ ստորագրահավաք, որպեսզի հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցությանը։ Այսինքն մենք անելիք ունենք բոլոր այս 3 տարբերակներում։ Իսկ այն ուժերը, որոնք ձեզ ասում են, որ մենք կգնանք, կստանանք ձայն, որից հետո կձևավորենք կառավարություն եւ կանենք այս քայլերը, որից հետո, եթե այդ ուժերը մեծամասնություն չստացան, նրանք որևէ անելիք չունեն, որը ձեզ խոստացած դուք կարող ասեք, հա դե լավ, ոչինչ, թող գնա խորհրդարանում ինչ որ խնդիրներ բարձրացնեն, իրանք խնդիր բարձրացնելու չունեն։ Իրանք մի խնդիր ունեն, եթե ունենան մեծամասնություն ու իրանք վարչապետը լինի, իրանք կանեն այս քայլերը, բայց դուք ուսումնասիրում եք եւ տեսնում եք, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այդ ուժերը մեծամասնություն ստանալու շանս չունեն։ Ուրեմն ձեզ խոստացվածը միայն հաղթանակի ձայների չափն է, որից պակաս իրենք անելիք չունեն։ Ու պատահական չի, որ ես դա ասում եմ, նման է սպորտում գավաթի խաղին։ Հաղթողը ստանում է գավաթը, հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ։ Ձեր տված ձայների տեր կանգնողը, եթե մեծամասնություն չունի, ուրեմն դուք ոչինչ չունեք, ինքն էլ ոչինչ չունի։ Իսկ այս պարագայում, քանի որ սա խորհրդարանական ընտրություններ է, ոչ թե նախագահական, որ մի մարդ ես ընտրում ես ծրագիր, ընտրում ես գաղափար, ընտրում ես քաղաքական ուժին, որը գնալու է խորհրդարանում հանդես գա, որ չլինի այնպիսի ծայրահեղ վիճակ, որ լինի այս իշխանությունը եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խորհրդարանում։ Դուք պատկերացնում եք, եթե հանկարծ հաջողվի նրանց անցնեն խորհրդարան, համարենք մեծամասնություն չունեն, բայց իրանք են ընդդիմությունը։ Դուք պատկերացնում եք, որ այս մարդիկ հայ ժողովրդի շահերն են սպասարկելու Նիկոլ Փաշինյանը բարեկամ Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի ոտերն ընկած ռուսամետները։ Սա է լինելու 26 թվականի խորհրդարանի պատկերը։ Հիմա հասկանում եք, որ մենք ինչքան անելիք ունենք։ Այո, եւ մեկ է շատ-շատերը, որ ծանր են տանում ու ասում են, տեսնես ում նախագիծն է, տեսնեք ինչ են անում։ Մի հատ հարց։ Շնորհապետական կուսակցությունը Հայաստանի ստեղծվել է ավելի առաջ, քան Սամվել Կարապետյանի այդ խնդիրներն առաջացան։ Բայց այդ դեպքում ով է ստեղծել։ Ենթադրենք պայմանականորեն ասում եք կարող է Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, իսկ Նիկոլ Փաշինյանի ինչին էր պետք, որ այդպես պրոյեկտ ունենա։ Նիկոլ Փաշինյանը սկի իր արբանյակներին չի օգնելու, որտեվ ինքը հասկանում է, որ այդ արբանյակները Իրանից են ձայն տանելու։ Ձայն կարող է տանեն, բայց 4%-ը չհաղթահարեն եւ այդ ձայները պակասի իրենից։ Ովքեր էլ որ Նիկոլ Փաշինյանի անունը տալիս են, դե մենք իր հետ ենք, այս կողմենքում, դա ընդհանրապես տալիս են, որ ժողովրդից ձայն պոկեն Փաշինյանի պատվին։ Արդյունքում իրանք որևէ աջակցություն չեն ստանալու։ Փաշինյանը որևէ մեկին այդ ուղղությամբ չի աջակցում։ Աջակցողներ կտեսնեինք իրանք արբանյակներին կաջակցել։ Նրանք այն ինչ որ անում են իրանք ռեսուրսով, բայց անում են մարդկանց թյուրիմացության մեջ գցելով դե մենք ենք Փաշինյանի հետ, որպեսի գոնե Փաշինյանին ձայն տվողներից մի մասն էլ իրանք ձայն տա, բայց մարդիկ էլ հրաշալի հասկանում են, ասում են ձայն տանք Փաշինյանին գտանք, բա որ ձեզ տանք ու այդ ձայները կորի, եթե դուք համապատասխան տոկոս չհավաքեք, ինչու ենք ռիսկի դիմում։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի հարցը դնենք մի կողմ, դա հաստատ լուրջ չի։
Բա մի մասն էլ ասում ռուսամետ ուժերը Ռուսաստանն է ցանկանում Հայաստանի շնորհապետական կուսակցության Ռուսաստանի պրոյեկտն կարող եք բացատրել Ռուսաստանի կողմից հանդես եկող այս ուժերի պարագայում նորաստեղծ կուսակցության Ռուսաստանի պրոյեկտը որն էր, որ ինչ աներ, որ կանգներ ասեր ինչքան է ձայն ստանանք, ոչ ձեզ ենք միանալու, ոչ ձեզ ավելի պարզ հասկանալով, որ սա գաղափարական համախմբում է, ավելի պարզ ես բերեմ իմ օրինակով։ Ես կարծում էի, որ կարող ենք դաշինք ստեղծել, դաշինքով մասնակցել։ Այդպես էլ տրամադրված, անգամ ասի գնամ Ամերիկա գամ ու հայտարարենք դաշինքը ստեղծենք ու անենք, բայց երբ որ առիթ եղավ հանդիպեցինք Գուրգեն Սիմոնյանի հետ, այդ ժամանակ արդեն հասկացանք, որ ավելի ճիշտ է նորաստեղծ կուսակցությունը մաքուր էջից սկսելով իր հետ գնանք ճանապարհ, բայց այդ դեպքում հարց։ Այդ ժամանակ կուսակցությունը դեռ առաջի ակտիվ քայլերը չէր արել։ Ընդհանրապես կուսակցությունը հիմնադրել էր։ Այդ պարագայում, բայց ժողովուրդը այդ պակասը զգում էր, այդ բացը զգում էր եւ ինչ որ միտեղ նաեւ հարգանք ուներ այդ նորաստեղծ կուսակցության նկատմամբ, հներից բավարար չափով զզված էր։ Պայմանականորեն ասենք սոցիոլոգիական հարցումը համարենք ճիշտ էր այն ժամանակ, գտնում էին, որ Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունը 1% ձայն ունի։ 1%-ը նորաստեղծ կուսակցության համար դա բավական լուրջ թիվ էր, բայց եւ միևնույն ժամանակ ակնհայտորեն բավարար չէր, որ ինքը հայտնվեր խորհրդարանում։ Բայց այդ ժամանակ կարող եք բացատրել։ Բայց այդ դեպքում ես ինչ էի միանում։ Ինչա, վարչական ռեսուրս ուներ։ Ինչա, միլիարդներ ուներ։ Պատճառը ո՞րն էր։ Իհարկե հիմա այդ սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ տոկոս ունի շնորհապետական կուսակցությունը, բայց դա հետո պարզ դարձավ։ Ու չեմ ասում, որ իմ միանալով դա այդպես եղավ։ Այո, դա էլ նպաստեց, բայց շատ ավելի այլ հարցեր։ Բավական արդեն ակտիվացրեց գործունեությունը, արդեն սկսեց ավելի ճանաչելի դառնալ, մարզային այցելություններ եւ այլ, բայց այդ ամեն ինչը տեղի ունեցավ հետո։ Բայց դեպքում կարող եք բացատրել պատճառը ինչը այդ ինչ պրոյեկտ պետք է լիներ, որ ես միանայի մի կուսակցության, որը 1% ձայն ուներ։ Եթե դա չլիներ գաղափարական համախմբում, որ ասենք միանանք, այս մարդիկ, այս հավաքվել են իրար գլուխ համախոհ մարդիկ են, հավաքվել են եւ ուզում են ճանապարհ գնան, իմ համեստ ուժերին երացի չափով կանգնեմ նրանց կողքը եւ իրար հետ ճանապարհ գնանք։ Ասեք այդ ինչ պրոյեկտ կարող էր լինել, որ ստիպեր միանալ մի ուժի, որը ըստ սոցիոլոգիական հարցումների շեմը չէր հաղթահարում։ Այնպես որ նրանք ովքեր ջանք ու եռանդ չենք խնայում մտածեն, թե այդ ինչ պրոյեկտ է, ավելի ծիծաղելի բան չեմ պատկերացնում։ Սկզբից փորձում էինք արձագանքել, հետո հասկացանք դե լավ մեղք են, մարդիկ են, դա էլ իրանց զբաղմունքն է։ Պատկերացնեք մի ուժ գրանցվի եւ իր նպատակը մենակ համարի ասեն, բա դու ինչով ես զբաղված, ինչ ծրագիր ես անում, ասի ոնց ինչ ծրագիր։ Գուրգեն Սիմոնյանին քննադատել են, չի ծրագիր, չի, հա ժողովուրդ ջան։ Եթե դա ձեզ համար ծրագիր է, շարունակեք ձեր ծրագիրը իրականացնել, բայց պատկերացրեք դա ինչքան է ծիծաղելի, բայց դե դուք ծիծաղելի լինելուց չեք անհարմար զգում, դա ձեր խնդիրն է։ Դրա համար ուզում եմ ասեմ, այն ինչ ռեսուրս ունենք, դա ենք փորձելու մարդկանց հետ շփվելու, դա ենք օգտագործելու, այն ինչ որ հարթակներ տրամադրվում է պետության կողմից, նաև ներկայացնելու մեր ծրագրերն ու գաղափարները ինչ չափով որ լուսաբանում են, ի վիճակի ենք դրանից օգտվել, առայժմ մեզ շքեղություն չենք կարողանում թույլ տալ նաև վճարովի բաներից օգտվել, եթե հնարավորություն իհարկե լինի, դա էլ ենք անում, դա էլ կանենք, դա էլ խնդիր չի, ինչքան որ ի վիճակի կլինենք։ Այն ինչ որ ունենք, դրանով, դրա համար ունեցածներից մեկն էլ մինչև աշխարհաքաղաքական թեմաներին անցնել է էլ նշեմ, եթե հավանում եք, սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, շատ-շատերի հետ շփվում ենք, այդ հանդիպումների ժամանակ էլ գալիս են մոտենում են ասում են գիտեք մենք էլ ենք ձեր գործը անում մարդկանց ուղարկում ենք ձեր նյութերը ծանոթանում են բան ասում են որ շատ շնորհակալ եմ որ անում եք բայց ասում եմ մի նկատի ունեցեք որ դա ձեր գործերն եք անում ես ուղղակի մենք փորձում ենք մեր համեստ ուժերի ներածի չափով միանանք եւ պատահական չի որ նաեւ շատ ծանր եմ տանում ես որ տեսնում եմ երիտասարդների անտարբերությունը ինչ որտեղ չեմ ասում բոլորը բայց շատ դեպքերում իրանք ուղղակի չեն հետաքրքրում քաղաքականությունը համարում են դա իրենց չվերաբերվող բան է բայց համարում են չվերաբերվող բան եւ նրանց փոխարեն ուրիշներն են ընտրում
եւ պատահական չի, որ ասում եմ ժողովուրդ ջան, երեխեք ջան, ձեզ համար ենք ասում, ես այսօր կամ եք ու չկամ, ձեր ապագայի համար ենք կռիվ տալի, ձեր ապագայի համար ենք ընկել փողոցները, ձեր ապագայի համար ենք գնում, դուք պատկերացրեք, քանի կիլոմետր քայլելով, որ կարողանաս գնաս, հասնես մարդկանց հետ անընդհատ շփվես, զրուցես, ներկայացնես եւ այլ, որևէ բան այն վճռականությունը, այն պատրաստակամությունը, որ մենք ճիշտ գործ ենք անում, դա տալիս է նաեւ իրավունք մտածել, որ ոչ մի չարչարանքի չանհանգստանալ ու նաեւ հասցնել դրանից ստոգալ, նաեւ ձեզ հետ շփվել, որտեղ սա դարձել է իմ կյանքի մի կարևոր մաս, որը որ չի կարելի ուղղակի բաց թողել։ Դրա համար նաև էլ հնարավորության դեպքում ասում եմ, որ այո, կարող եք նաև եթե ֆինանսական աջակցության ցանկություն ունենաք, նաև բանկային փոխանցում, քարտային փոխանցում, PayPal, Patreon, Idram արագ փոխանցում, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները, բայց նաև կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իր այջում նաև կա տվյալները բանկային փոխանցումների, գիտեք, որ կուսակցությանը աջակցելու հետ կապված միայն կարելի է կուսակցությանը փոխանցել գումար, այն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդտեղից նոր արդեն հիմնադրամին գումար է փոխանցվում եւ այդ աշխատանքները կատարում։ Լինում են մեր հայրենակիցներ, մոտենում են, ասում են ինչ պետք է անենք, բացատրում ենք այդ ամեն ինչը, որ գնան կատարեն եւ դրանով հասկանում են, որ դա իրենց ծրագիրն է, դա մեր ծրագիրն է, իրենց ծրագիրն է, իրենց երեխաների ապագայի ծրագիրն է, իսկ այնտեղ որտեղ մարդիկ ասում են, դե մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չենք, բայց շատ ենք ցանկանում ինչ որ բանով օգտակար լինել, մեկ օրենքը խախտել չենք կարող, եթե վստահելի բարեկամ ունեք, նրան խնդրեք, թող ինքը գա այդ վճարումը կատարի, այդ նվիրատվությունը կատարի կուսակցությանը, իսկ այն ինչ որ վերաբերում է մեր ծրագրերին, հասարակական կազմակերպության պարագայում կամ կայքի պարագայում նման սահմանափակում չկա, ոչ քաղաքացի լինելու նվիրատվության, մենք էլ ինչ որ ծրագիր արել ենք, անում ենք, անելու ենք ու հաստատ այդտեղ օրենք չենք խախտի, որ ստեղից մի հատ նենց գումար գնա, գան նայեն, ասեն բասա եկել անդեղից։ Դա զուտ արվելու այն աշխատանքը, որը որ մենք արել ենք, այդ հասարակական կազմակերպության նպատակը Եվրամիության անդամակցության հետ կապված նպաստելու ուղղությամբ է։ Իսկ հիմա դուք հասկացաք, այն ինչ որ մենք ունենք անելու եւ վճռականորեն իմացեք, որ ձեր ձայներով մենք կստանանք այնքան ծանրակշիռ ձայն, որի պարագայում իրանց ուղակի չի հաջողվի իրանց պլանները իրականացնել։ Եվ ռուսամետ ուժերին էլ բացատրեք, իրանք էլ հասկանան, որովհետև մենք բացատրում ենք լավ չի ուղեղներին հասնում, Նիկոլ Փաշինյանը, որ տենց հիստերիկ ձևով ընկնում է իրանց դեմ խոսում է եւ այլ, իմացեք, նույնիսկ եթե ինքը Ռուսաստանին բարեկամ է համարում, բայց արևմուտքին ասում է, որ իմացեք Ռուսաստանը նրանց միջոցով ուզում է Հայաստանը տանի։ Ցանկացած պարագայում, եթե զգա, որ վտանգված է իր իշխանությունը փորձել է ուրիշ տարբերակներ, ինչ որ բան չեղարկելու, ինչ որ խնդիրներ անելու։ Եվ եվրոպացիներն աչք կփակեն, կասեն դե լավ, գոնե հանուն նրա, որ Հայաստանը ռուսամետները չտանեն, մի քիչ էլ այդ անօրինականությունների դեմ աչք փակենք։ Իսկ մենք ասում ենք իրական եվրոպական ճանապարհով գնացողը մենք ենք։ Եվ մեր պարագայում Նիկոլ Փաշինյանը չի կարող ասի, իրանք Հայաստանը տանում են Ռուսաստան։ Ավելի ծիծաղելի բան դժվար է պատկերացնել, որ մենք Հայաստանը տանում ենք Ռուսաստան։ Այդ իսկ պարագայում եվրոպական դիտորդները կամ ընդհանրապես եվրոպական կառույցները անիմաստ չի ունենա, որ իրանք Նիկոլ Փաշինյանին սատարեն, ինչ որտեղ էլ աշփագեն ինչ որ բաներ եւ իրանց հեղինակության հետ խաղան, որովհետեւ մենք ասում ենք իրական քայլ անողը մենք ենք։ Տվեք ձայնը եւ այդ պարագայում ռուսամետները որևէ շանս չեն ունենա Հայաստանը այդ ուղղությամբ տանելու։ Հիմա նայենք ինչ է կատարվում մեր շուրջ աշխարհում, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, խաղաղության խաչմերուկի մի սլակը տանում է դեպի Իրան։ Ու 3 գումարած 3 ձևաչափի մասին են խոսում, որը շատ կարևոր է մեր երկրի համար ռեգիոնալ քաղաքականության մասին, իսկ ռեգիոնալ քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունի Իրանը։ Բացի դրանից էլ նաև կարգավորված չի հարցը Միացյալ Նահանգների հետ, դուք պատկերացնում եք, թե ինչ խնդիրներ դա կարող է մեզ համար
առաջացնել ապագայի համար։ Ինչքան փորձեն լղոզեն, թե մենք երկուսի հետ էլ բալանսավորված քաղաքականություն ենք վարում, այդ երկուսը իրաց քաղաքականությունները չեն բալանսավորել։ Մենք չենք կարող Սյունիքում բերել կենտրոնացնել անհամատեղելին համատեղենք։ Ռուսաստանի շահեր, Իրանի շահեր, Եվրոպայի շահեր, Թուրքիայի, Ադրբեջանի եւ մեկ էլ Ամերիկայի։ Դուք այդքանի մեջ մի հատ մի ուղղությամբ շահ արտահայտող պետություն չկա։ Այդ բոլորի շահերը, որ մի հատ Սյունիքի վրա կենտրոնացնենք, հասկանում եք դրա վրա։ Մենակ դա, որ ասենք բոլորին կենտրոնացնելով վտանգը չեզոքացնում ենք, բոլորին կենտրոնացնելով վտանգը մեծացնում ենք, ժողովուրդ ջան։ Իրանն ԱՄՆ-ի առջև 5 պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար։ Պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում։ Իրանը շարունակում է պնդել Լիբանանի հետ կապված, ավելի շատ դրանով ցույց տալու, որ ես այնքան ին վրա վստահ եմ, որ անգամ Լիբանանի հետ կապված հարցը համարում եմ իմ հարցը։ Չմոռանանք, որ նույն Լիբանանում Հեզբոլլահն ինչ օին դրեց Լիբանանի գլխին, տենց էլ պետություն չդառավ, այդ գյոզալ ծաղկուն երկիրը դարձրեց եսի ինչ, էդ էլ գիտենք Իրանի արածը, բայց հիմա նենց ներկայացնում, որ եթե Լիբանանի հարցը իմ պայմանը չկատարեք, ես ձեզ հետ չեմ բանակցի։ Սա ուղղակի իր ուժի ցուցադրություն է, ոչ ավելի։ Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում, այսինքն ինքը պահանջում է Ամերիկայից պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում, Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այսինքն, որ Իրանը կորոշի, թե Հորմուզի նեղուցով, որը ազատ էր, մարդիկ նավարկում էին, հիմա ասում է ոչ, ես պետք է որոշեմ, պետք է գումարել կգանձեմ։ Հիմա այս պայմանները հասկանում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար անընդունելի է, բա Ամերիկան ինչ է անում այդ դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, մենք լիակատար վերահսկողություն ունենք Իրանի նկատմամբ, կամ մենք գործարք կկնքենք, կամ նրանք կոչնչացվեն։ Ամեն դեպքում մենք կհաղթենք։ Ես չեմ հասկանում, ինքը Իրանը հաղթելու։ Ես որքան հիշում եմ, արդեն 11-րդ անգամ Դոնալդ Թրամփը, եթե լավ եմ հիշում 11, արդեն ասում էր, որ Իրանին ինքը արդեն հաղթել է։ Բա որ արդեն հաղթել է, էլ ո՞նց է նորից հաղթելու։ Հաղթածին հաղթելու է։ Հա, բայց դա ոչինչ, դե դա Դոնալդ Թրամփն է, մենք գիտենք իր սովորությունը, բայց դուք տեսաք վերևի նախապայմանը Իրանի եւ տեսաք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսնում է, որ եթե Իրանը գործարքի չգնա, ստիպված պետքա լինի նոր հարվածներ հասցնի։ Հետևանքները աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խիստ անկանխատեսելի։ Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ռեզա Թալայինիկը ինչ է ասում։ Մարտի դաշտում ԱՄՆ-ի նոր պարտություններ են սպասվում, եթե նրանք չընդունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի օրինական պահանջները, եթե հակառակորդը դիվանագիտության ոլորտում չընդունի Իրանի ժողովրդի օրինական եւ հստակ պահանջները, նա պետք է սպասի մարտի դաշտում իր պարտությունների կրկնությանը, հակառակորդի կողմից ցանկացած նոր սպառնալիք, հարձակում կամ ագրեսիա միանշանակ կարժանանա անհապաղ վճռական եւ վերջնական պատասխանի, որը կստիպի հակառակորդին զղջալ իր գործողությունների համար։ Ռեզա Թալայինիկը նշել է, որ Իրանի ժողովուրդը նաև ապագայում կմնա այս պարտադրված պատերազմի հաղթողը։ Նա նաև մատնանշել է, որ հակամարտության գոտուց ամերիկյան նավերի փախուստի բազմաթիվ դեպքերը վկայում են իրանական բանակի եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակության եւ կոշտ պատասխան տալու պատրաստակամության մասին, որի համար հակառակորդը կզղջա։ Իմ մոտ իրոք այս որորդ դեպքն է, այն տպավորությունն է, որ այս մարդիկ ոչ թե պատերազմում են, այլ նարդի են խաղում։ Երկու կողմն էլ իրան հաղթանակած է համարում, երկու կողմն էլ համարում է, որ մյուսը խաղալ չգիտի, ընդամենը զառնա տալիս։ Այս մակարդակով հիմա մենք առաջ ենք գնում, եթե գնում ենք։ Բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է նաեւ նայենք, որ իսկ Եվրոպան, որը որ չաջակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմ եւ օբյեկտիվորեն ճիշտ արեց, որ չաջակցեց, որովհետեւ ՆԱՏՕ-ն նման ֆունկցիա չուներ, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը մեկի վրա հարձակվեր, իրանք գնան կողքը կանգնեին։ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը Եվրոպական միությանը կոչ է արել ստեղծել սեփական մշտական բանակը Միացյալ Նահանգներից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար։ Ալբարեսն ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն նրան, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք Ռուսաստանն է, կարող են փորձության ենթարկել մայրցամաքին
օգնության հասնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։ Իսպանիան հանդես է գալիս Մերձավոր Արևելքում Թրամփի գործողությունների ամենախիստ քննադատը, այս պատերազմն անվանելով անհեթեթ, դաժան եւ անօրինական։ Ու չմոռանանք, Իսպանիայի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ ինքը որևէ սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանը հաստատ գրավելով չի գալու հասնի Իսպանիա, էլի հեռահար խփելու իմաստն էլ չկա, բայց նույնիսկ այս պարագայում նա պատրաստ է համաեվրոպական ծրագրի մեջ կոշտ քննադատության ենթարկի Միացյալ Նահանգների նախագահին եւ նաեւ համաեվրոպական ծրագրի շրջանակներում մնա, որ նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը Իսպանիային մեղադրում է, դե որ տենց է ՆԱՏՕ-ից պիտի դուրս գա եւ այլ, ինքը շարունակում է իր համառ մոտեցումները։ Մենք չենք կարող ամեն առավոտ արթնանալ գուշակելով, թե ԱՄՆ-ն ինչ կձեռնարկի հաջորդ անգամ։ Մեր քաղաքացիներն ավելին են արժանի, հայտարարել է Ալբարեսը։ ՆԱՏՕ-ի հմայքն այն էր, որ դու դաշինքի մեջ ես եւ ոչինչ տեղի չի ունենում, որովհետեւ ոչ ոք չի համարձակվում ստուգել, արդյոք 5-րդ հոդվածն իրականում աշխատում է, պարզաբանել է Ալբարեսը։ Մենք անկեղծորեն հավատում ենք տրանսատլանտյան կապերին։ Ինձ համար ԱՄՆ եվրոպացիների պատմական բնական դաշնակիցն է։ Մեզ պետք է, որ եւ Եվրոպան եւ Ամերիկան լինեն նույն նավակի մեջ, սակայն միաժամանակ պետք է ընդունենք, որ Թրամփի վարչակազմն ունի նոր տեսլական եւ նոր գաղափարներ մեր հարաբերությունների վերաբերյալ, եզրափակել է նախարար Ալբարեսը։ Այո, միանշանակ ընդունելի է մոտեցումը Իսպանիայի արտգործնախարարի, նաեւ շատ կարեւոր է, որ ինքն էլ է գտնում, որ եթե նույնիսկ իրանք եվրոպական անվտանգության հարցը ստուգեն, ինքն էլ է գտնում, որ այո, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է լինեն միասնական։ Ես նույնիսկ պարբերաբար դրա համար ասում եմ, որ նույնիսկ ամենավատ երազում չէի ցանկանա տեսնեմ, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան իրար հետ առճակատման են գնում եւ իրանք տարաձայնություններ ունեն։ Ուշ թե շուտ հույս ունեմ, որ Դոնալդ Թրամփի պարագայում համարում են, որ ինքը այլևս անուղելի է, բայց գոնե դրանից հետո եկող նախագահ առաջի քայլը կվերանայի հարաբերությունները Եվրոպայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Կուբան օգնություն է խնդրում եւ մենք պատրաստվում ենք խոսել։ Ոչ մի հանրապետական երբևէ ինձ հետ չի խոսել Կուբայի մասին, որը ցախողված երկիր է եւ շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի անկում։ Իսկ այժմ ես մեկնում եմ Չինաստան։ Իդեպ հետո արդեն լուրը տարածվեց, որ ինքը արդեն հասել է Չինաստան, դրա մասին հետո կխոսենք հանգամանորեն, որտեղ դա շատ կարևոր այցելություն է, բայց եւ ինչա նշանակում։ Մենք գնանք արգելափակենք Կուբան, Կուբային կանգնացնենք ճգնաժամի առաջ, օրվա խնդիր լուծելու օրհասական վիճակի առաջ, հետո մարդասիրական ձգտումներով գնանք ասենք դե Կուբա մեզանից օգնություն խնդրի, մենք գանք քեզ օգնենք։ Սա այն տարբերակը չի, որը որ այսօր Դոնալդ Թրամփին ձեռնտու տարբերակ է, չգիտեմ, ինքը գուցե համարում է, որ գոնե ցույց տա, որ տեսեք, եթե Իրանի հարցում ձգձգվում է, գոնե տեսակ Վենեսուելայում ինչ արեցինք, հիմա նույնը կարող ենք Կուբայում անել, բայց միևնույնն է, դա իր կողմից վարվող քաղաքականությանը օգուտ չի այդպես հարցեր լուծելով, որովհետև ինքը ստրատեգիական պարտություն է կրում Իրանի հետ կապված խնդրի թիկունքում Չինաստանն է եւ Ռուսաստանը։ Փոխանակ Ռուսաստանին պարտության տաներ, Չինաստանը հետ քաշվեր, Իրանն է սսկվեր, ինքը լրիվ հակառակ ուղղությամբ է գնում, բայց ուժ է ցույց տալու համար ասում է Վենեսուելան վերցնենք, մի հատ է Կուբան կվերցնենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Ուկրաինայում խաղաղության հաստատման ջանքերի շրջանակներում։ Դա հնարավոր է, ասել է Թրամփը։ Նախագահը կարծում է, որ հակամարտության ավարտը շատ մոտ է։ Նա մտադիր է անել հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար։ Հակամարտության կարգավորումը մոտ կլինի, եթե ինքը չկանգնի ընդդեմ Ուկրաինայի, այլ կանգնի ի օգուտ Ուկրաինայի եւ Ռուսաստանին ասեն. դու ես պատերազմում հաղթելու շանս չունես, ինչ ես բերեք ու երկրի գլուխը, ինչ անես, մի քանի կիլոմետր առաջ գաս, որ ինչ անես, այդ տարածքները հողին հավասարեցած տարածքները վերցնում ես, այնտեղ ռուս բնակիչ կա, որի համար եկել ես Դոնբասը վերցնես։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ուկրաինական հակամարտությունում հրադադար կհաստատվի այն պահին, երբ Վոլոդիմիր Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը ռուսական տարածքից։ Իդեպ ինչ դա համարում ռուսական տարածք։ Ինքը իրան գնացել են հանրակրվե են արել, տարածքի մի մասը իրան ձեռքում չի, Ուկրաինայի ձեռքում է։ Հայտարարել են այդ հանրակրվեով այն տարածքի նկատմամբ իրանց իրավունքը,
որից հետո ասում է դա այլևս սահմանադրությամբ մտցրել ենք մեր տարածք, ազատեք մեր տարածքը։ Ավելի աբսուրդ բան աշխարհում հնարավոր չէր պատկերացնել։ Այսինքն ասում եմ մենք ինքնորոշման իրավունքով հանրակրվե ենք արել։ Ասում են բավար հանրակրվե է արել այս տարածքում, նախ ինքնորոշման իրավունքը որն է, օկուպացիոն տարածքում ինչ հանրակրվե։ Բայց ասում են մենք դա արել ենք, այն տարածքի վրա աչք ունենք, էդ էլ ենք մեզ միացրել, որի հետ կապված իրանք հանրակրվե չեն արել։ Եվ հիմա էլ ասում են ազատեք մեր տարածքը։ Էս է այս մարդկանց մակարդակը։ Այս երկիրը ցանկանում է Հայաստանին տիրանալ։ Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին դադարեցնել կրակը եւ լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը։ Այդ ժամանակ կլինի հրադադար եւ կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով։ Այսինքն ինչ նպատակ էր ի սկզբանե դրած 2022 թվականին հատուկ ռազմական գործողությամբ։ Դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա։ Պետք է գնային զինաթափեին Ուկրաինան, Ուկրաինայի իշխանությունը փոխեին, իրանց համար հաճո իշխանավոր դնեին, Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենար, ինչ ՆԱՏՕ, ինչ բան ընդհանրապես որևէ ռազմական բլոկի անդամ չէր լինելու, եւ այս պարագայում արդյունքում իրանք ինչ ունեցան։ Ռուսաստանի շահերը պետք է պաշտպանեին Դոնբասում, հիմա այսօր որ տարածք գրավում են, այդ տարածքում մի հատ ծառ ու ճյուղ չեն թողում։ Այդ ում շահերն եք պաշտպանում այնտեղ։ Այդ հողնել ինչ եք անելու, փող եք դնելու, վերականգնելու, բայց այդ հատուկ ռազմական գործողության արդյունքը եղավ, որ Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Ֆինլանդիան ցամաքային տարածքը 1100 կիլոմետր երկարացրեց Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանը, իսկ Շվեդիան էլ չունենալով ցամաքային սահման, անեն ծովային սահման ունի Բալտիկ ծովի այն կողմը, որ շատ ավելի ծանր վտանգավոր խնդիր առաջացրեց Ռուսաստանի համար, եւ դուք տեսնում եք Բալտիկ ծովում այլևս Ռուսաստանը վերահսկողությամբ որևէ շանս չունի։ Դրան հասավ ինքը, հասավ դրան, որ Թուրքիան մտնի Ադրբեջան եւ հարավից ՆԱՏՕ-ն լինի այդտեղ, հասավ նրան, որ իր տարածքները Չինաստանին տա, հասավ նրան, որ իր երեխեքին տանի կոտորի Ուկրաինայում եւ հնդիկներին բերի իրանց կանանց ջանին անի, որպեսի աշխատանքային ռեսուրս բերի եւ մեկ էլ երեխաներ ծնելու ստանոկներ բերի, հաստոցներ բերի։ Էսա իր արածը, էս էր այդ պատերազմի արդյունքը։ Դուք այս մարդուն, որ իր երկրի հետ այսպես է վարվում, Հայաստանի ճակատագիր եք վստահում, ժողովուրդ ջան։ Բա մի հատ գնացեք տեսեք իր երկրի գլուխը ինչ ա բերել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ինքը որևէ համաձայնություն չի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն մասին, որ Ռուսաստանը կստանա ամբողջ Դոնբասը։ Այսինքն ինքը հասկանում է, որ իր վրա ինչի այդ պարտավորությունը վերցնի, որ ինչ։ Շատ է ուզում Ռուսաստանին օգնի, բայց ո՞նց է համոզելու, որ Ուկրաինան հրաժարվի իր տարածքից։ Բայց հիմա Ռուսաստանը այդ խաղերի արդյունքում հիմա ուզում է Ռուսաստան գնա եւ այլ Լավրովը արդեն տեղն է դնում Դոնալդ Տրամփին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է հաստատել իր համաշխարհային գերիշխանությունը երկրներին ստիպելով հրաժարվել ռուսական էներգակիրներից եւ անցնել ամերիկյան թանկարժեք պաշարների գնմանը։ Լավրովը Վաշինգտոնի այս քաղաքականությունը որակել է որպես անազնիվ մեթոդների կիրառում, որոնք իրենց բնույթով գաղութատիրական եւ նոր գաղութատիրական են։ Լավրովի պնդմամբ ԱՄՆ օգտագործում է շահագործման մեխանիզմներ միջուկային շուկան սեփական կանոններին ենթարկեցնելու համար։ Նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնի վարած քաղաքականության հիմնական նպատակն է ստիպել պետություններին գնել ամերիկյան հեղուկացված գազն ու նավթը ռուսական առավել մատչելի տարբերակների փոխարեն։ Ըստ Սերգեյ Լավրովի համաշխարհային էներգետիկ համակարգի նկատմամբ վերահսկողություն սահմանելը ԱՄՆ-ի համար գործիք է աշխարհը կառավարելու եւ սեփական տնտեսական շահերն առաջ մղելու համար, ինչը լրջորեն վնասում է միջազգային ազատ առևտրի սկզբունքներին։ Ով դրեց լեզու Ռուսաստանի բերանը։ Հիմա Լավրովը որ ասում է, որն է սուտ ասում, որ։ Բայց ինչի է Լավրովը դա ասում, որտեղ օկուպանտ Լավրովին տեղը չդրեց Ամերիկան։ Չասեց, որ բերեք միասնական քաղաքականություն վարենք, ուժի դիրքերից պաշտպանենք թույլի իրավունքը։ Միջազգային օրենքը, կոլեկտիվ անվտանգությունը, մի շարք հարցեր աշխարհակարգը պահանջում էր, որ ագրեսորին պատժեն։
մի բան չարվեց, իսկ քանի որ Դոնալդ Թրամփը շատ է սիրում ագրեսորներին, անթաքույց սիրով է սիրում, դրա համար ինքը ոնց կարող էր ասել Ռուսաստանին ագրեսոր, չէ որ ինքն էլ է ցանկանում ինչ որ բան ագրեսիայով վերցնի եւ գլուխը գովա ասի տեսակ ես վերցրեցի, հիմա էլ ուզում եմ Վենեսուելան դարձնեմ Ամերիկայի 51-րդ նահանգ, մենք արդեն մոտարապես 10-ատ 51-րդ նահանգ ունենք, երևի չգիտենք, համարակալ լպտի գրենք 51/1, 51/2, 51, որտեղ մի 51-րդ նահանգը ինչքան գիտենք Գրենլանդիան էր, հետո 51-րդ նահանգը Կանադան էր, հետո 51-րդ նահանգը Պանաման էր, հետո պարզվեց Մեքսիկան էր, հիմա Վենեսուելան է 51-րդ նահանգը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Չինաստանն ուժեղ է, բայց մենք ավելի ուժեղ ենք, մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր։ Դուք դա տեսաք Վենեսուելայի դեպքում։ Մյուս երկրների մեծ մասի համար դա դժվար խնդիր կլիներ։ Մենք դա արեցինք մենք օրում, իսկ հիմա նայեք արդյունքին։ Նայեք Իրանին, նրանք ամեն ինչ ունեին եւ այն ամբողջությամբ կորել է, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ 100%-ով հավատում է, որ կարող է կանգնեցնել Իրանին հարստացման և միջուկային զենք ստեղծելու հարցում։ Իհարկե անդադ ասում է, բայց տենց էլ չենք տեսնում արդյունքը, մենք շատ կուզենանք, որ այնուամենայնիվ այդ հարցը վերջնական լուծում ստանա, որովհետև դա իսկապես մեզ համար լրջագույն խնդիր է և աշխարհի հետ կապված խնդիր է, չլուծելով Իրանի հարցը, ինչ անելու Չինաստանի հետ, ինչ անելու Ռուսաստանի հետ և ինչպես է վարվելու Եվրոպայի հետ, որ Եվրոպան հասկանա դա։ Մի բան էլ արագ հասցնեմ ասեմ, որ Կիևն ու Վաշինգտոնը պատրաստում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ ռազմական փորձարկումների համար։ Դուք պատկերացրեք, որ հիմա Ամերիկան է դիմում Ուկրաինային ասում է տվեք, տանենք փորձարկենք, որտեղ ինչ որ դուք փորձարկեցիք շատ արդյունավետ է։ Իսկ մենք որ կարող ենք նորմալ հարաբերություն ունենանք եվրոպական անվտանգության հետ կապված ավելի ճկուն ձևով Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պարագայում նաև անվտանգության խնդիր լուծել, եվրոպական երկրները վաղուց արդեն Ուկրաինայի հետ համագործակցում են այդ ուղղությամբ, չգիտես ինչու, մենք Ռուսաստանի գործընկերները պետք է մեզ պատկերացնենք, չեմ հասկանում ինչի համար։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն ուսումնասիրում են Ուկրաինայում անօդաչու սարքերի կիրառման մարտական գործողությունների փորձը։ Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել այնտեղ և մենք հսկայական ծավալի տեղեկատվություն ենք ստացել։ Իրականում ես անձամբ հաստատել եմ այն լրացուցիչ անձնակազմի ներկայությունը, որպեսզի սովորենք այդ մարտերից անօդաչու սարքերի կիրառմամբ, պաշտպանությունից և հարձակումից։ Ահա սա է մարտական բովով անցած պետությունը հիմա օգնում է իրեն օգնողներին, ասում է դուք տեսեք ինչ է պետք անել, ինչը փորձարկել։ Ահա թե ինչն ենք մենք բաց թողնում, երբ որ Եվրոպայի հետ առարկայական պարզ բաց ճակատով չենք աշխատում։ Եթե այդ դեպով աշխատենք, մեր մոտ հիմա գիտեք վատը որն է։ Այսօր Ռուսաստանը նեղանում է, ասում է դու լավը չես, դու մեզանից թեքվում ես, բայց իրականում Նիկոլ Փաշինյանը Եվրոպա չի էլ թեքվում։ Այսինքն Ռուսաստանից նեղանում է, Եվրոպա չի գնում։ Եթե դու Եվրոպա իրականում գնայիր, նրա այդ ժամանակացույցը կկազմեիր ճանապարհային քարտեզը եւ իրանք կօգնեին, որ դու տնտեսական հարցերը լուծես, Ռուսաստանի կախվածությունից դուրս գաս։ Իսկ եթե դու նրանից նեղանում ես, բայց ընդեղ էլ չես գնում, դա արդեն առաջացնում է լրացուցիչ շատ ծանր հետևանքներ։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։